Ուղիղ մի շաբաթ գուշակությամբ եմ զբաղված ու դեռ նույնն եմ անում։ Գլխավոր ծառայի հարցում դեռ չեն կողմնորոշվում, չեն գտնում ընտրյալին։ Պահը կարծես ասունացել էր ու պիտի իմանայի անունը, բայց ինձ ասացին, որ Բաղրամյանում դեռ չեն կողմնորոշվել։ Երկու շաբթի կիմանաս։ Քանի վարչապետ չկա, թարսվողներն ու կիսաթարսվողները մտածում են ինչ պիտի անեն։ Դե իրենք ասում են, որ հենց իրենց շնորհիվ է, որ էսպես ստացվեց, բայց հին ու ավանդական թարսվողները ոնց որ թե գնում են ավանդական քայլերի ու մնացածի հետ ընկերություն չեն անում։ Իսկ մնացած 3-ը հանդիպեցին, ասում են իբր իմ մասին են խոսել, բայց ինձ բան չեն ասում։ Այս խառը օրերին ինձ ասացին, թե ինչ տեսակի վարչապետ ու նախագահ ես կարող եմ ունենալ շուտով։ Դե ասում են, որ եթե ես համաձայն լինեմ ու գլխավոր օրենքս փոխվի, Բաղրամյանում ազդեցությունը կթուլանա, իսկ այ գլխավոր ծառան ինչ ուզի կանի։ Համել ընտրությունների բեռս կթեթևանա։ Սրանից հետո Բաղրամյանից արագ ասացին, որ էլ չի ուզում շեֆություն անել, բայց դե համոզելու վրա էլի, կապրենք կտեսնենք։ Իսկ իմ երջանիկ ծերության մասին անօրինական օրենքի պատմությունը դեռ չի ավարտվել։ Իմ ակտիվ մասնիկները էլի գնացել էին ծառաների մոտ ու պահանջում էին, որ ինձ ազատեն դրանից։ Ահագին երկար սպասեցին, անցուդարձ ցփակեցին, մինչև փողերով զբաղվող ծառանիշներ, բայց այս ծառայի հետ մի մարդ էլ կար։ Դեմքը ծանոթ էր, բայց այդպես էլ չհասկացա ինչու էր եկել։ Ինքը արդեն էլ ինչ կապ ուներ։ Մինչև ես այստեղ իմ ներքին դարդերով եմ ապրում, իմ քեսապցի մասնիկները սպասում են, որ իրենց հարցերը լուծվեն։ Արդեն մի քանի շաբաթ գնացել ու իրենց տներից ստիպված հեռու են ապրում։ Իսկ ես ու ծառաներս ոնց որ թե ձեռքներս ծալած նստել ենք ու սպասում ենք, թե դրսի մեծ եղբայրները ինչ կանեն։ Դրսի մեծ եղբայրներն էլ ոնց որ թե ուրիշ մեծ հարցեր ունեն լուծելու։ Իմ մասնիկների համար ժամանակ չկա։